Պարոն Միրզախանյան, խնդրեմ ներկայացրեք, թե տղան ինչպիսի ընտանիքից էր եւ Արցախից տեղահանվելուց հետո ինչ վիճակ էր տիրում նրանց ընտանիքում, ինչ խնդիրներ ուներ։ Տեղահանված չեն իրանք։ Արցախում բնակվել են, ինքը ազատամարտիկ է, հայրը զինվորական հայրը։ Այնտեղ ապրել է։ Ծնունդով ինքը վայքից է։ Հետո տեղափոխվել են Հայաստան, ապրել է վայքում, հետո տեղափոխվել է մեր մոտ 23 թվականին։ Ընտանիքի մասին ինչ կասեք։ Խելոք, լավ ժողովուրդ է։ Ինչ խնդրեմ։ Երկու աղջիկների ամուսնացած, մեկը վայքում է կարծեմ ապրում, մեկը Երևանից։ Պարոն Միրզախանյան, ինչ խնդիրներ ուներ ընտանիքը առհասարակ 23 թվականից այս մոտ։ Ունենան որևէ հարց, եթե խնդրեմ ունենային կդիմեին։ Խնդիրներ չեն ունեցել, ինքն էլ լավ մարդ, ինքն էլ հարևանները չփողը տենց։ Ինքն էլ քանի որ ծառայության մեջ էր, հենց առանձնապես գյուղացիների հետ չի շփվել շատ, շփում չեն ունեցել։ Իսկ ձեզ հետ շփումներ ունեցել է։ Գործի բերումով է։ Ինչ գործի բերմամբ է ձեզ հետ շփումներ ունեցել։ Անցանր առմամբ առանձնապես որ ասեմ, անկես դժգոհություններ չի եղել երբևիցե, ուղղակի որ նոր տեղափոխվել են եկած ամուսնացած չէ։ Սա բարեբարուս ոնց է որ հանդիպենք։ Թե չէ հենց որևէ հարց ինչ-որ դիմացող մի խնդիր չեմ հիշում։ Տղայի մասին ինչ կպատմեք։ Տղայի անկյալ ես որ ճիշտ ասեմ տղայի շփում չեմ ունեցել։ Նորմալ խելոք երեխա է։ Գյուղացիները ինչ են պատմում առնվազն այսօր առավոտվանից այս տեղեկությունը։ Գյուղացիներից մարդիկ կան, որ հավատացել են, որ իրեն չեն ճանաչել իրեն։ Քանի որ նոր են տեղափոխվել, այս մի քանի տարի, այս մի 3 տարի է տեղափոխվել են։ Ինքն էլ լայն ծառայող է, ինքն էլ աշխատում է իր։ Գնում են գարավը գնում իր գնում գալի, նույնն էլ ինքը սամելով գնում գալիս է ստանգորդ։ Առանձնապես չի ելեք գյուղի մեջ ոստեղ շփում ունենալ։ Ձեր գյուղում հաստատվելուց հետո տղայի մասին տեղեկություններ ունեք, որտեղ է շարունակում կրթություն ստանալ, ինչ հետաքրքրություններ ունեք։ Ինչքան ավարտել են համենը, այսպես տասնամյակացություն, այ 12 ամյակում ուրիշ որևէ տես չի սովորել։ Իսկ հիմա ինչ մթնոլորտ է տիրում գյուղում, համենայն դեպս համագյուղացին է, ուրեմն ինքնասպանություն գործել, սա խաղու պարտ չէ ի վերջո։ Ինչ տրամադրվածություն կա գյուղում։ Բոլորը զանգում են, հարցնում են, ասում են, առանձնապես չգիտեմ, ցավում են, ափսոսում են, երեխաներ։ Ընտանիքի մոր մասին ինչ կպատմեք, նրանք քանի հոգով էին բնակվում։ Իրանք այստեղ ապրում էին ինքը, մայրը, երեք տղան։ 3-ով։ 3-ով։ Ինչ կպատմեք առհասարակ մոր մասի, մոր կերպարը ինչպիսին է։ Նորմալ ընտանիքի մայրը ոնց արում այդ։ Խելոք իր համար գնում առավոտ աշխատանքի գալի երեկոյան տոնը։ Մայրը եւս աշխատում է։ Այո։ Իսկ տղան առհասարակ ձեզ չի եղել որևէ հարցով որ զանգի, ինչ որ չգիտեմ, մոտենա ձեզ կամ առհասարակ կողմնակի ինչ խոսակցություններ եք լսել նրա մասին, մարդ կերպարն եմ ուզում հասկանալ։ Ոչ մի նման ինչ որ չէ, ինչ հարցներ այն հետ չէ։ Լավ է, դեպքում ինչը կարող է նրան հասցնել ինքնասպանության, որովհետև նշում եք, որ բավականին նորմալ ընտանիք են, ինչպես ժողովուրդն է ասում, աչք քաշած ապրում է, ինչը կարող է ձեզ նրան ինքնասպանության հասցնել։ Անկեղծ ասած չեմ կարող պատասխանել։ Նույնիսկ հայրերը զարմացած նա ինչ ոնց եղավ։ Հա, շփում ունեցել եք այսօր։ Խորը չէ, նոր ստեղ իհարկե տեսել եմ, որը խոսացել եմ աշտի բանալի։ Դաշապես Վարշավան ղեկավարը ոնց չի կանդիդի։ Ասես նորմալ է, լավ, ոչինչ։ Այդ առայությունը կանցնի քիչ մնում էր դարել, ինչ որ 7 ամիս հետո դիգազատել։ Այսինքն ամիսների տարբերությամբ պիտի արդեն զորացրվեր գար, բայց ողբերգական ավարտ ունեցավ դեպքը։ Ցավոք եղավ իմ համար էլ անհասկանալի, ծնողի համար էլ անհասկանալի, ասում չեմ կարող հասկանալ ինչ։ Ես խոսացել եմ հետ բանկալ կասել էլ էտուասել, չգիտեմ։ Իսկ բացի դրանից ուրիշ ոչինչ ձեզ չի պատմել, որ ժամը 6-ին խոսել է նրա հետ, ամեն բան կարգին է եղել, ուրիշ խոսակցության մասին ձեզ չի պատմել, չի կիսվել ձեզ հետ։ Ոչ, խեղճ տանջում են, ուղղում են, Այսինքն ամեն բան ավարտվել է, գնացել է, բավականին լավ է եղել տղան, եւ այսպես հարցականով առավոտյան իմանում են, որ տղան վերջ է տվել կյանքին։ Այո։ Ցավալի իրականության մեջ ենք ապրում։ Այո, շատ ցավալի, շատ ցավալի։